Հնդկաստան-Պակիստան լարվածությունը չի թուլանում։ Գիշերը սահմանին զինված ուժերի միջև կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին զինված մարդիկ ահաբեկչություն են իրականացրել զբոսաշրջային հայտնի Պահալգամ քաղաքում։ Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և 1 նեպալցի։ Հարձակվողներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանը տեղի ունեցածի համար Պակիստանին է մեղադրում։ Կողմերը իրար սպառնում են պատերազմով, այն էլ միջուկային։ Այդա իրավիճակը Ջամում և Քաշմիրում շարունակում է ծայրահեղ լարված մնալ արդեն մի քանի օր է։ Ինչ զարգացումներ կան այս մասով։ Գիտենք, որ ահաբեկչությունից անմիջապես հետո Հնդկաստանը շատ կտրուկ գործողություններ ձեռնարկեց, ինչպես նշեցիր, միանգամից ուղիղ սլաքները մեղադրանքների ուղղեց Պակիստան, որից հետո ամենակարևորը կասեցրեց ջրամատակարարման համաձայնագիրը և խոստացավ անապատի վերածել ուղղակի Պակիստանը։ Բացի այդ, փակեց ցամաքային սահմանի միակ անցակետը, զրկեց վիզաներից Պակիստանի քաղաքացիներին և ընդհանրապես այնպիսի համաձայնագրերից հրաժարվեց, որոնք տարիներ շարունակ գործել էին բոլոր հնարավոր պատերազմների ընթացքում։ Պակիստանից էլ հայտնեցին, որ եթե այս սպառնալիքները մի օր իսկապես իրականություն դառնան, հատկապես ջրամատակարարման հետ կապված, այս լարվածությունը եւ այս կոնֆլիկտը կարող է վերածվել, ինչպես նշեցիր, միջուկային պատերազմի։ Վերջին օրերին էլ այո, տեսնում ենք, որ սահմանային հատվածներում փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Վերջին դեպքը, այո, գիշերն է տեղի ունեցել, կրկին Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին փոխհրաձգության մեջ եւ հակառակը, ինչպես սովորաբար լինում է օրինակ հայ-ադրբեջանական սահմանին։ Հնդկաստանի հետախուզական ծառայություններն ի դեպ նշում են, որ Պակիստանը նոր ահաբեկչության է պատրաստվում, ընդ որում կրկին թիրախում լինելու են զբոսաշրջիկները եւ զբոսաշրջային հատվածները տարբեր քաղաքների, բայց հետաքրքիր է, որ նոր թիրախներ եւս հստակեցրել են Հնդկաստանի հետախուզական ծառայությունները, այդ թվում թիրախը որպես այդպեսին կարող են լինել ոստիկանության աշխատակիցները, որքան էլ զարմանալի է Քաշմիրի ուսուցիչները եւ քահանաները եւ տարբեր ենթակառուցվածքների աշխատակիցներ, այդ թվում օրինակ երկաթգծի անձնակազմը կամ երկաթուղային մյուս աշխատակիցները։ Մամուլը գրում էր, որ երկու կողմն էլ զորքերը սահմանային հատվածում բերել են բարձր պատրաստվածության մակարդակի։ Հատուկ գործողություններ իրականացնելու մասին տեղեկություններ կան։ Այո, Հնդկաստանը դեռ ապրիլի 24-ին սկսեց օդային եւ ծովային զորավարժություններ բավականին լայնածավալ, որոնք ի դեպ վերլուծաբանների կարծիքով իսկապես կարող էին լայնամասշտաբ պատերազմի համար հիմք հանդիսանալ։ Հականավային հրթիռների փորձարկումներն ի դեպ շարունակվել են նույնիսկ վերջին օրերին եւ Հնդկաստանից հստակ հայտարարում են, որ իրենք այս զորավարժություններով ուզում են հասկանալ անձնակազմի պատրաստվածության աստիճանը գերճշգրիտ հարվածներ հասցնելու առումով, բայց ել ավելի հետաքրքիր է այս թեմայում ռազմական մատակարարումները այն երկրներից, ինչպիսիք են օրինակ Թուրքիան, Իսրայելը, Միացյալ Նահանգները եւ Չինաստանը։ Ինչպես նախորդ թողարկման ժամանակ քննարկեցինք, բնականաբար տարածաշրջանի երկրները եւ ոչ միայն տարածաշրջանի երկրները, ընդհանրապես այս հակամարտության կողմերով հետաքրքրված երկրները պիտի սկսեն իրենց ձեռքերը տաքացնել այս հակամարտության վրա եւ ճուշացան արձագանքները։ Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Անկարայից արդեն 6 ռազմական բեռնափոխադրող օդանավ է վայրեջք կատարել Իսլամաբադում, կարծեմ, Պակիստանում ամեն դեպքում տեղափոխելով հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում հրթիռներ, բայրակթար անօդաչուների համար։ Իդեպ թուրքական եւ պակիստանյան աղբյուրներն արդեն հաստատել են այս մասին տեղեկությունները, այնպես որ ստուգված փաստերի մասին է խոսքը։ Հնդկական լրատվամիջոցներն էլ գրում են, որ Թուրքիան Պակիստանի կողքին է այն ժամանակ, երբ տարածաշրջանային անկայունությունը մեծանում է։ Իդեպ Թուրքիայի կողմից Պակիստանին ուղարկված այս ռազմական աջակցությունը եկել է լրացնելու կարծես թե Չինաստանից արդեն նախկինում ուղարկված նմանատիպ օգնությանը, ըստ մամուլի տեղեկությունների անօդաչու թռչող սարքեր են Չինաստանից տեղափոխվել Պակիստան։ Հասկանանք, թե որ երկրներն են աջակցում արդեն Հնդկաստանին։ Կրկին նախորդ թողարկմանը քննարկել ենք, որ Իսրայելից հայտարարություն է եղել, որ այս հակամարտության շրջանակներում իրենք իրենց աջակցությունը ցուցաբերելու են հօգուտ Հնդկաստանի եւ արդեն չնայած ոչ պաշտոնական տեղեկություններով, բայց մամուլը գրում է, որ եւ ամերիկյան եւ իսրայելական տարբեր ռազմական ինքնաթիռներ վայրեջք են կատարել Հնդկաստանում։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ուղարկած ռազմական աջակցության մասին թերևս այլ տվյալներ չկան, բայց բնականաբար եթե օգնություն է ուղարկվել, ուրեմն պատշաճ կերպով է դա եղել։ Իսկ լայնամասշտաբ պատերազմ կլինի թե ոչ։
Ամբողջ աշխարհում վերլուծաբանները ակնհայտ հետևում են տեղի ունեցող իրադարձություններին։ Եթե նախորդող օրերին, առաջին օրերին, այսպես ասած, բոլորը վստահաբար կարծում էին, որ լայնամասշտաբ, նույնիսկ միջուկային պատերազմի վտանգ կա, հիմա կարծես թե վերլուծաբանները մի քիչ այլ կարծիքի են, վերլուծելով մի քանի գործոններ։ Հնդկաստանի ղեկավարը ասում են, որ գիտակցում է, որ այո, ամբողջ Հնդկաստանում վրիժառության հակումներ կան, բնականաբար եւ մեղադրանք եւ պահանջ իրենց առաջին դեմքի նկատմամբ, որ պատշաճ կերպով պատժի պակիստանցիներին եւ կանխի հետագա հնարավոր ահաբեկչությունները։ Եվ այո, գիտակցում է Մոդին բնականաբար, բայց ասում են, որ ոչ թե լայնամասշտաբ պատերազմի կգնա, այլ պատշաճ, բայց փոքրիկ հարվածներ կհասցնի։ Շնորհակալ եմ Այդա հանգամանալից վերլուծության համար, իսկ մենք շարունակում ենք թողարկումը։